Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, իմ հյուրը Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանն է, բարև ձեզ Տիկին Ադամյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Կուզեի անդրադառնանք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, որտեղ մի շարք մեսեջներ ուղղվեցին թե Ռուսաստանին, թե մեր քաղաքական ուժերին, ինչ դիտարկումներ ունեք, երբ մենք գտնվում ենք նախընտրական շրջանում, կարծես թե պետք մեկ տարի դեռ կա ընտրություններին, որն էր հիմնական ասելիքը։ Ես կարծում եմ Ռոբերտ Քոչարյանը ընդհանրապես ասելիքություն էր։ Նրա նպատակը սոսկ իր անձի հիշեցումն է, անընդհատ իր անձի հիշեցումը։ Եթե Ռոբերտ Քոչարյանի իսկ առաջվա դրած body language-ից օգտվենք, Ռոբերտ Քոչարյանի մարմնի լեզուն ասում էր, որ առաջինը ինքը ստում է, երկրորդը ինքը ստում է, երրորդը ինքը արդարանում է, չորրորդը ինքը փորձում է մեղադրել։ Տեսեք, Ռոբերտ Քոչարյանը ասում էր, որ իր պաշտոնավարման ընթացքում ընդհանրապես որևէ խնդիր չի եղել Ռուսաստանի Դաշնության հետ, նաև Բելարուսի հետ։ Իհարկե չի եղել, իսկ ինչ խնդիր պիտի լիներ։ Դե ֆակտո հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանը դադարել է անկախ ինքնիշխան պետություն լինելուց։ Ռոբերտ Քոչարյանից Ռուսաստանը ստացել է այն ամենը, ինչ ցանկացել է, ուրեմն ինչ խնդիր պետք է լիներ։ Հակառակ, Հայաստանը պետք է խնդիր ունենար Ռուսաստանի հետ։ Բարձրացրել է Ռոբերտ Քոչարյանն այդ խնդիրները, իհարկե չի բարձրացրել, հետևաբար խնդիր չի ունեցել։ Խնդիր չէր կարող ունենալ նաև Բելարուսի հետ։ Հենց այդ տարիներին Բելարուսը Ադրբեջանին մոդիֆիկացված տանկեր ու պոլոնեզներ էր վաճառում։ Ռոբերտ Քոչարյանին հետաքրքրել է ինչու է Ադրբեջանին զինում հարգարժան Բելարուսի նախագահ։ Ինչի ասել Լուկաշենկոն։ Ես վստահ եմ, որ հարցը ընդհանրապես չի բարձրացել։ Հետևաբար այդ տեսակետը, որ Հայաստանը ընդհանրապես իր պաշտոնավարման ընթացքում որևէ խնդիր չի ունեցել, շատ մեծ սուտ է։ Սուտ, որովհետև կրկնում եմ, երբ դու ինքնիշխան չես եւ դու ընդհանրապես դարձել ես Ռուսաստանի Դաշնության 89-րդ սուբյեկտ, քո երազած նահանգապետը, էլ ինչ խնդիր Ռուսաստանի հետ։ Իդեպ արդարացի է մեղադրել իշխանություններին, որ մեր իշխանություններն են այսօրվա ստեղծել այդ խնդիրները Ռուսաստանի հետ, որոնք որ այսօր կան, ասում է, որ Պուտինը օրինակ մի քանի անգամ ուզեցել է պատերազմը կանգնեցնել 20 թվի, իշխանությունները չեն ուզել, հետո նսեմացրել են իբրև թե Ռուսաստանի դերը բանակցությունների սեղանին որպես միջնորդ Պրահայում։ Հետաքրքիր է, Ռուսաստանը այդքան շատ ուզում էր կանգնեցնել պատերազմը, մեր իշխանությունները ամեն ինչ արեցին, որ չկանգնի, ինչ եք կարծում։ Գիտեք, Ռոբերտ Քոչարյանը ֆանտաստիկ երևակայություն ունի, բայց իր ֆանտազիաները մնացել են 2008 թվականին։ Ռոբերտ Քոչարյանի համար այդպես էլ 2008-ից հետո ժամանակը չի շարժվել, ոչ 2009 է եղել, ոչ 2010, ոչ 2018 առավել ևս, նույնիսկ 2020-ը կարծես թե մի անգամից սկսվել է 2008-ից հետո։ Ռոբերտ Քոչարյանը հաշվի չի առնում այն փաստը, որ աշխարհաքաղաքական փոփոխություններ են եղել, որ տարածաշրջանում սկսել են համընկնել նաև իր իշխանավարման տարիների ընթացքում վարած քաղաքականության հետևանքով։ Տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխվել։ Ռուսաստանի շահերը սկսել են համընկնել Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերի հետ։ Եթե նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը առ այսօր 1998-ից առ այսօր լիներ նախագահ, միևնույն է, թե պատերազմ էր լինելու, թե իր վարած քաղաքականության հետևանքով այդ պատերազմում մենք պարտվելու էինք, սա միանշանակ է, որովհետև երբ տարածաշրջանում համընկնում են Ռուսաստանի եւ Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը, Հայաստանը այստեղ ընդամենը մեկ խնդիր ունի՝ գտնել իրական դաշնակիցներ։ Եկեք չմոռանանք, Արցախի պարտությանը ինչ հաջորդեց։ Արցախը ըստ էության Ուկրաինայի նախասկիզբն էր։ Միանշանակ է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը իդեա ֆիքսում վերականգնել ԽՍՀՄ-ը, բայց ո՞նց պիտի ԽՍՀՄ լինի առանց Ուկրաինայի։ Դա նոնսենս է, առանց Ուկրաինայի որևէ ԽՍՀՄ չի կարող վերականգնվել։ Հաշվի առեք Ուկրաինայի դիրքը Եվրոպայի կենտրոնում, հաշվի առեք Ուկրաինայի տարածքը,
Հաշվի առեք Ուկրաինայի թե հանքային թե պարենային արհեստությունները, այսպես ասած, այսինքն առանց այդ ռեսուրսների Ռուսաստանի Դաշնությունը չի կարող խոսալ վերականգնել։ Այստեղ է պատերազմի բուն պատճառը։ Հետո վերջին հաշվը չմոռանանք, էլի Ուկրաինայի հարձակումից ընդամենը 1 օր առաջ ռազմավարական համագործակցության համաձայնագիր ում էր կնքվում։ Հայաստանը չէր, Ադրբեջանն էր։ Հիմա, եթե տարածաշրջանում ունենք շահերի այսպիսի համընկնում, ինչի մասին է աղմկում երկրորդ նախագահը, ում է ուզում խաբել, ստել, ում է ուզում համոզել։ Երեք լրատվամիջոցները փառք Աստծո ազատ են բոլոր։ Եվ պարտադիր չէ, որ ասենք Հայաստանի Հանրապետության հանրությունը միջին վիճակագրական հայը սահմանափակվի 500 տալիքով կամ բազում ալիքներ։ Իսկ այդ բազում ալիքների տեղեկատվությունը բացարձակապես այլ աշխարհ են ներկայացնում, այլ իրականություն են ներկայացնում։ Եվ Ռոբերտ Քոչարյանի այդ 24/7 ռեժիմով հարցազրույցները տղայի արկածները խորհրդարանում ոչինչ չեն նշանակում իրականում։ Իրականում նշանակում է պնդել, որ ինքը իշխանության հավակնորդ է, բայց ինչ իշխանության։ Եկար իշխանության, որ ինչ անես, վերականգնես նահանգապետական իշխանությունը Հայաստան դու էլ դառնաս կամ տղա դառնա նահանգապետ, սա չի կարող լինել, բացառվում է, որ 2026-ին սա լինի Հայաստանի Հանրապետության ընտրողի ընտրությունը։ Դա բացառվում է, Ռոբերտ Քոչարյանը իսկապես կարող է էլի ասուլիս տալ, էլի համոզել, էլի խաբել, էլի ստել, էլի արդարանալ, զրո արդյունք է ունենալ, զրո արդյունք։ Իդեպս նյարդային արձագանքները դուք հիշատակեցիք խորհրդարանում տեղի ունեցածը, Քոչարյանի ասուլիսները, հայտարարությունները կապված են նաև ապօրինի գույքի հետ, կապված է իրադարձությունների հետ, որ տեղի են ունենում, այն որ դատախազությունը մոտ 20 միլիարդից ավել գումար, 22 անշարժ գույք է ուզում, ակնհայտ է, որ երբ մարդու գրպանին է կպնում, ավելի նյարդային է դառնում։ Կկապեք սրա հետ։ Իհարկե կապված են։ Ինչի համար է Ռոբերտ Քոչարյանը պայքարում, կարծում եք նա գալիս է Հայաստան փրկելու, կարծում եք նա ուզում է արցախցիներին Արցախ վերադարձնել, ոչ, նա ուզում է պահպանել ինչ ունի եւ ուզում է կոնսերվացնել Հայաստանը, հանձնել Ռուսաստանին, ընդհանրապես այդքան բան։ Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ զարգացման հեռանկար, որևէ Հայաստանի Հանրապետության համար առաջընթացի հեռանկար բացառվում է։ Նա ընդհանրապես ունի ոչ միայն ինքը, այլև իր ամբողջ կլանը ընդհանրապես ունի ունեցվածքը պահպանելու եւ բնականաբար մեզ վնասելու միտում, որովհետեւ շատ մեծ հարց է թե այդ ունեցվածքը արդյոք ձեր գրպանից չի դուրս եկել, իմ գրպանից չի դուրս եկել, այս փողոցում վազվզող երեխաների գրպանից չի դուրս եկել, որտեղից այդ ունեցվածքը իրեն։ Հոդաբաշխ բացատրություն Եթե կա, շատ ուրախ կլինեի լսել։ Անանց իմանալով ինչպես են իրենք Հայաստան եկել եւ երբ են հարստացել։ Գիտեք, ինչպես է ինձ առանձնապես չի հետաքրքրում, ինձ օրինակ հետաքրքրում է հարցը, իսկ ինչու եկան։ Ինչու եկան։ Ունեին չէ հայրենիք, ունեին։ Եվ Ռոբերտ Քոչարյանը առ այսօր փորձում է ստեղծել այն տպավորությունը, որ ինքն է համախմբել Արցախը, հաղթանակի, այսպես դերը ինքն է։ Ինքը լիներ այսպես չէր լինի։ Իհարկե, լավ, շատ լավ, ինչու եկար։ Ինչու եկար։ Ասենք Լևոն Տեր-Պետրոսյանը կանչեց։ Իրականում ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը կանչեց, իրականում դա ռուսական պլան էր։ Այո։ Ինչու եկար, մնայր Արցախում։ Լավ, եկար Հայաստան, շատ լավ, եկար Հայաստան, դարձավ նախագահ, չընտրված նախագահ, իդեպ Ռոբերտ Քոչարյանը ոչ Արցախում, ոչ Հայաստանի Հանրապետությունում որևէ անգամ նախագահ չի ընտրվել, նշանակվել է նախագահ։ Լավ, Հայաստանի Հանրապետության նախագահ է։ Ինչ է իրանում Արցախի համար։ Կոնկրետ քո Արցախի համար ինչ ներդրումներ է իրանում, ինչ է իրանում ազատագրված տարածքները վերաբնակեցնելու համար, ինչ է իրանում այնտեղ արդյունաբերություն ստեղծելու համար։ Արամ եւ Վազգեն Սարգսյանների վերականգնած քաղաքական որոշումներով վերականգնված արդյունաբերությունը Հայաստանի Հանրապետությունում բարի է տալիս մինչեւ պաշտոնավարման վերջին օրը, որովհետեւ դա Ռուսաստանի շահերին դեմ էր։ Բայց Ռուսաստանի շահերին դեմ էր Արցախում էլ ոչինչ չանելը։ Արցախը դատարկել է Ռուսաստանի շահերից էր բխում։ Եկեք այդ հարցերն տանք Ռոբերտ Քոչարյանին։ Ինչու իր պաշտոնավարման ընթացքում Արցախը դատարկվում էր։ Ինչու են արցախցիները հայտնվում Հայաստանի եւ Ռուսաստանի անցայրացիկ տարածքներում։ Եթե Արցախը պետք է պաշտպանել։
Եթե Արցախը պետք էր զարգացնել, եթե Արցախում լուծված չէր պատերազմ թե խաղաղություն խնդիրը։ Ռոբերտ Քոչարյանին հավատացրել էին ստատուս քվո եւ ասել էին, որ դու ընդհանրապես ոչ անվտանգության խնդիր ունես, ոչ տնտեսության խնդիր ունես, ոչ մի խնդիր չունես, ստատուս քվո։ Վերև Աստված, ներքևը ստատուս քվո, ընդհանրապես Պուտինն է, վերջ։ Արդյոք դա կարող է լինել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար երաշխիք։ Պարզը չէ, որ Ռոբերտ Քոչարյանը խաբվեց, կամավոր խաբվեց, թե իրեն խաբեցին։ Թող պատասխանի այդ հարցին հաջորդ 3-ժամյա ասումից։ Տեղական սեփական լրատվամիջոցներին իդեպ մեզ չեն հրավիրում երբեք այդպիսի միջոցառումների երևի անցանկալի հարցերի համար խուսափելու համար։ Դերևս, բայց նույնիսկ իր ցանկալի, այսպես ասած, լրատվամիջոցների ընտրված հարցերին էլ նա չէր պատասխանում։ Պատասխաններ շատ հաճախ չուներ, այնպես գնում էր մեղմ ասած տարուբերվող ինչ-որ լղոզված պատասխանների, ինչու։ Տիկին Ադամյան, նաև մի հարց, որը կուզեմ ձեզ ուղղել որպես եվրոպական արժեհամակարգ ունեցող ուժի, շատ նուրբ մի հարցի շուրջ ենք փորձում խաղալ, անվտանգության հարցը, ասում է, որ Եվրոպան Հայաստանի անվտանգության հարցը լուծող չէ, Մակրոնը գրկախառնություններից այն կողմ չի անցնում, իր այս վերջին հարցազրույցում է ասում, որ ռեալ Հայաստանի անվտանգության երաշխավորը Թուրքիային հակակշռողը տարածաշրջանում Ռուսաստանն է։ Մեր հասարակության միստվար զանգված հասկացել է Ռուսաստանի հետ բարեկամության գինը, բայց այս հարցը մնում է բաց, որ եթե ոչ Ռուսաստանը, արդյոք մենք Եվրոպայից կարող ենք ունենալ այդ անվտանգության երաշխիքները։ 20-ից հետո առ այսօր եթե պատերազմ չունենք, ում ենք շնորհակալ։ Ում։ Դիտորդներին, նաև սահմանին կանգնած, եթե իմ կարծիքով։ Եվրոպային եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Էլ ինչի մասին է խոսքը։ Չէ, ինչի մասին է խոսքը։ Գիտեք, Ռոբերտ Քոչարյանի ամբողջ խնդիրը այն է, որ Հայաստանի Հանրապետությունը, այսպես ասած, Ռուսաստանի Դաշնությանը դուրս է մղում տարածաշրջանից եւ դառնում է Եվրոպայի թելադրանքով։ Ով է դա անընդհատ բարձրաձայնում։ Կարծում եմ գուշակելու տեղ չկա։ Միանշանակ Ռուսաստանի Դաշնության բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները սկսած Պուտինից, Պեսկովից, Զախարովից, Լավրովից, այնտեղ փոխնախարարներ ամբողջ այդ համակարգը։ Պաշտպանության նախարարության համակարգն էլ ներառյալ։ Արդյոք դա ճիշտ է։ Ոչ։ Դա հերթական հիբրիդային պատերազմի հնարած ստերից մեկն է, առ այն, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ էր Հայաստանի Հանրապետության անվտանգությունը պաշտպանել, այդ մենք ստորաբար հապկին սխալ դիմում տվեցինք, չգիտես ինչ արեցինք ու հապկն էլ չեկավ։ Լավ, այդ հապկում կամ Ռուսաստանի Դաշնությունում որևէ մեկը Հայաստանի Հանրապետության սահմանները ճանաչում է, որևէ մեկը գիտի, որոնք են Հայաստանի Հանրապետության սահմանները։ Ինչին ճանաչում ինչ պետք է պաշտպանել։ Եվրոպան ճանաչում է, Եվրոպան դիտորդներ է ուղարկում, եւ Եվրոպան պաշտպանում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը առ այսօր ու պատրաստ է հետ այսօր էլ պաշտպանել։ Իդեպ հայտնի հանգամանքներից ելնելով Եվրոպան ինքն է ստեղծում իր սեփական բանակը, ինքն է ստեղծում ՆԱՏՕ պլյուս համակարգը։ Գիտեք, եկեք ցրենք նաեւ այն պատրանքները, որ անվտանգությունը միայն բանակն է։ 22-րդ դարի, այո, ցրենք այդ պատրանքը, որը մեկը չպետք է մտածի, որ անվտանգությունը ապահովում է բանակը, թեկուզ դա լինի ՆԱՏՕ-ի բանակը։ Անվտանգությունը համակարգ է, ամբողջական համակարգ։ Եվ այդ համակարգի մեջ առաջին հերթին մտնում են, այո, զինված ուժերը, որոնք Հայաստանի Հանրապետության անվտանգության թիվ 1 երաշխավորը, ես պնդում եմ, որ Հայաստանի Հանրապետության ազգային բանակն է։ Բայց որպեսզի Հայաստանի Հանրապետության ազգային բանակը ոչ թե անverջ նախորդ պատերազմներին պատրաստվի, այլ հաջորդ պատերազմին, 6-րդ սերնդի պատերազմին պատրաստվի։ Մենք ունենք դաշնակիցների կարիք, մենք ունենք համագործակցության կարիք։ Գիտեք, զենքեր գնելը հրաշալի է, զինվելը հրաշալի է։ Տեսեք Ալիևը ինչ սպառազինություն է ձեռք բերում, ինչ կարգի արձակողական զենքեր որ երկրներից է ձեռք բերում։ Մենք նույնը պիտի անենք։ Բայց զենքը ինքը իրեն չի կրակում։ Մենք պիտի ունենանք բանակի նոր հայեցակարգ, նոր համակարգ։ Եվ դա չպետք է լինի ԽՍՀՄ-ի համակարգը, դա պետք է լինի ՆԱՏՕ-ին։ Այդ զենքերով կրակելու համար, այդ զենքերով սովորելու համար։
մենք պետք է ռազմաքաղաքական համագործակցության համաձայնագրեր կնքենք ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, որպեսզի այո նրանք գան ու այստեղ մեզ պաշտպանեն, բայց մենք շարունակում ենք մնալ ՀԱՊԿ-ի անդամ։ Իսկ դա նշանակում է, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեզ հետ ռազմաքաղաքական համագործակցության համաձայնագիր չի կնքի։ Դե մենք ՆԱՏՕ-ի անդամ ենք, այդտեղ կան շատ պարզ պատճառներ, թե ինչու չի կնքի։ Ինչու ենք մենք մնում ՀԱՊԿ-ի անդամ այնուամենայնիվ։ Սա էլ է շատ մեծ հարց, բայց սա արդեն Ռոբերտ Քոչարյանի հարցը չի։ Տեսեք, ես պնդում եմ, որ անվտանգությունը համակարգ է, եւ այդ համակարգի կարևոր բաղադրիչներից մեկը կրթությունն է։ Այդ համակարգի կարևոր բաղադրիչներից մեկը, թերևս ամենակարևորներից մեկը ժողովրդագրությունն է, բայց երկարևոր արդյունաբերությունն է, արդյունաբերության վերագործարկումը, արդյունաբերական աշխատանքի վերականգնումը, որպեսզի մենք աշխատատեղեր ունենանք, որպեսզի մենք այդ 2026-ի ընտրություններում Գյումրիի տարբերակով չստեղծվի, որ գնացին ընտրեցին նրան, ով իրենց համար քիչ շատից աշխատատեղ էր ստեղծել։ Չստեղծված աշխատատեղերի եւ կոռուպցիայով, խաբեությամբ, ստով եսի մինչով ստեղծված աշխատատեղերի պայքարում հաղթեցին այդ ստեղծված աշխատատեղերը։ Մեզ աշխատատեղեր են պետք, մեզ արժանապատիվ աշխատավարձով աշխատատեղեր են պետք, մրցունակ ապրանքի արտահանում է պետք։ Իսկ ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին մտքին, որ Եվրամիության անդամակցությունը այսպես ավելի շատ անկախության կորուստ է։ Այո, իսկ ինչ է խեղճ այդ ԵԱՏՄ-ն ինչ է, չգիտես էլի, ոչ մի բան չի գործում։ Գիտեք, դա եթե ես մարազմի շարքից չհամարեի, լուրջ կպատասխանեի, որովհետև իսկապես դա մարազմ է։ Տեսեք, Եվրամիության պետությունները որևէ մեկը իր անկախությունը ազգային մակարդակով չի կորցրել։ Եվրամիության համակարգը նախ Եվրամիության տնտեսական միություն է։ Հիմա առնում է նաև ռազմական միություն։ Այնտեղ ինքնիշխանության հարցեր չեն քննարկվում։ Եկեք հիշենք, թե ԵԱՏՄ մտնելուց մենք մեր անկախության քանի ցուցիչներից հրաժարվեցինք ընդհանուր մինչև այնտեղ, որ այսօր չենք կարողանում դեղեր հավատարմագրել, որ կարողանանք դեղեր վաճառել, ինչը թե ԵԱՏՄ-ի ստանդարտները մեզ խանգարում են։ Բոլոր հարցերը կարգավորվող է։ Ի վերջո, եթե ԵԱՏՄ-ում կան ինչ գլոբալ խնդիրներ, որոնք բխում են քո ազգային շահերից, չեն բխում դեմ են, եկա վետոյի իրավունքը։ Ես չեմ փառաբանում Եվրամիությունը, Եվրամիությունը ևս այնպեսի համակարգ է, որ ունի իր խնդիրները։ Բոլոր համակարգերը ունեն իրենց խնդիրները, բայց բացարձակապես համեմատության եզր անգամ չկա ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջեւ, բացարձակ եզր չկա։ Որտեղ են ֆինանսները, որտեղ են տեխնոլոգիաները, որտեղ է շուկան, որտեղ է զարգացումը։ Առաջադիմությունն ի վերջո նաեւ։ Որտեղ է կոռուպցիան, որտեղ են կուտակվող չլուծվող հարցերը, բռնապետական երկրները, բռնապետական համակարգերը։ Հիմա այստեղ ինչի հետ համեմատես, այ դրա համար եմ ասում, որ մարազմ է։ Եթե Ռոբերտ Քոչարյանն արդեն ծերունական մարազմով էլ է տարապում, ինչ ասեմ, թող բուժվի։ Իդեպ Ռոբերտ Քոչյանը կարծում եք իր դեմքով կմասնակցի 2026-ի ընտրություններին, թե ամեն դեպքում Լևոն Քոչարյանին պատրաստում են այդ ընտրություններին եւ արդյոք այս բոլոր մեսիջները, շողոքորթությունները ինչ որ չափով Ռուսաստանին իր տեխնացուն լինելու, իր վրա խաղադրույք կատարելու համար են։ Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական պետություն է։ Այո։ Որպեսզի մասնակցես ընտրություններին պետք է որևէ կուսակցություն ներկայացնես։ Դարձյալ Ռոբերտ Քոչարյանի կուսակցությունը ժողովուրդն է։ Դաշնակցությունը գուցե։ Դաշնակցությունը ամենայն դեպս հայտարարում է, որ ունի սեփական տեխնացու։ Շատ կուզենայի իմանալ, որ կուսակցությունն է այս անգամ գնելու Ռոբերտ Քոչարյանը։ Տեսեք, ժամանակին, երբ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնավարում էր, որպեսզի իշխանությունը որևէ կերպ չփոխանցի ՀՀԿ-ին եւ իշխանության չգա Սերժ Սարգսյանը, ստեղծվեց ԲՀԿ-ն։ Այո։ Բայց ԲՀԿ-ն ստեղծվեց ու չկարողացավ այնքան թափ հավաքել, որ 2007-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ին հաղթի։ Պարտվեց։ Եվ Ռոբերտ Քոչարյանը ստիպված էր Մելիք Ադամյան գնալ շնորհավորելու ճիշտ է դեմքի շատ թթված արտահայտությամբ։ Հիմա որ կուսակցությունն է Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում։ Դա հարց է։ Ես կուզեի, որ ինքը նաև այդ հարցին պատասխանի։ Երեք այն շքահանդեսում, որ Մոսկվայի ուշադրությունն են փորձում հրավիրել այստեղ իրենց վրա որպես գուբերնատորի տեխնացուներ Ռոբերտ Քոչարյանը, գուցե առաջիններից է, բայց միակը չէ։ Պարկ Աստծո վերջին օրերի իրադարձությունները մեզ
Այո, մեզ բազում, այսպես ինչ ասեմ, զվարճանքի տեսարաններ բերեցին, բայց դրանք որքան էլ որ ինչ ասեմ, անլուրջ վերաբերվեց նման անլրժություններին, դրանք զվարճանք են։ Իսկ ով է հացը տալիս։ Ով է հացը տալիս ժողովրդին։ Ով է ժողովրդին ծրագիր տալու ընտրություններում, ով է ուղղություն տալու ժողովրդին ընտրություններում, ում է գնալու ընտրելու միջին վիճակագրական հայ։ Մենք օրինակ այդ հացը տալիս ենք։ Մեր խիղճը մաքուր է։ Մենք այդ հացը տալիս ենք, մենք առաջարկում ենք տնտեսության վերականգնման ծրագրեր, մենք առաջարկում ենք ռազմական արդյունաբերության վերականգնման ծրագրեր։ Մեր խիղճը մաքուր է։ Արդյոք միջին վիճակագրական ընտրողը կձերբազատվի այն վախերից, այս թատրոնների ճակերտներում թողած ազդեցությունից, որ հիբրիդային պատերազմի շրջանակներում փորձում են մեզ հյուսիսից ներխնչել։ Տեսեք, մեզ անընդհատ վախեցնում են։ Պատերազմ կլինի, Լարսը կփակվի, գազը կկտրենք, այս կանենք, այն կալենք դե լավ էլի։ Սյունիքը կխլեն։ Բավոն, Սյունիքը կխլեն։ Ես կարծում եմ, որ վաղուց ժամանակն է հասկանալ, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը հյուսիսկորեացի զինվորներ է բերում սեփական տարածքներ ազատելու համար, Ռուսաստանի Դաշնությունը այստեղ Սյունիք խլելու ուժ չունի։ Առավելագույնը պիտի Ադրբեջանին ագրեսիայի մղի, բայց դա Ադրբեջանի շահերից չի բխում։ Դա Թուրքիայի շահերից չի բխում։ Թե Ադրբեջանը, թե Թուրքիան փորձում են հիմա հաջողանալ ոչ այնքան Մոսկվային, որքան արևմուտքին, որտեղ նրանք շատ լավ հասկացել են Ռուսաստանը հեռանկար չունի, հեռանկարը արևմուտքում է։ Ուստի իրենց ընտրությունն էլ գնում է դեպի արևմուտք։ Կհաջողվի, չի հաջողվի, որքանով կհաջողվի, դա արդեն իրենց խնդիրներն են։ Բայց ես կոչ եմ անում ձերբազատվել այդ շնչու վախերից, ձերբազատվել այդ տագնապներից, չլսել, չհավատալ, համարել առավոտից իրիկուն մեզ վախեցնող, սարսափեցնող գործիչներից։ Չկա Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության այնպիսի վտանգ, որը Հայաստանի Հանրապետությունը չի կարող դիմակայել իր իրական դաշնակիցների հետ։ Եկեք դա ընդունենք ելակերպ եւ փորձենք այդ դաշնակիցների թիվը ավելացնել, այդ դաշնակիցների հզորությունը ավելացնել։ Սա պիտի լինի մեր խնդիրը։ Գիտեք, կարելի է մինչեւ դարավերջ նստել, վախենալ, այ Սիշկանի Ռուսաստանը բավոր սենց բավորնից, հետո մենք առանց այդ ֆանտաստիկ շատ ժամանակ ենք կորցրել։ Մենք պարտվել ենք Արցախի պատերազմում, մենք Արցախի համար պարտվել ենք։ Եվ դա եղել է թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի շնորհիվ։ Դե լուրջ են իրենց հակասությունները ձեր կարծիքով, այս ասուլիսում էլ որոշակի այսպես հայտարարություններ արեց Քոչարյանը, թե ինքը զգուշացնում էր Սերժ Սարգսյանին բեր 18 թվականին, թերապես ՀԿ-ի հետ մասնակցելու մասին նաև հարց եղավ, այս հեռանկարն էլ իր սրտով չեք կարծես, ինչ եք կարծում, եթե անհրաժեշտություն լինի Նիկոլ Փաշինյանին տապալելու այդ հակասությունները արդյոք շատ խորը կլինեն։ Եք, ես կարծում եմ, որ այս հարցում Ռոբերտ Քոչարյանը ամենայն դեպս անազնիվ է, որովհետև 1990 թվականի հոկտեմբերի 27-ից հետո ինքը երկրում հնարան չուներ։ Իրեն պահել է Մոսկվան ու պահել է Սերժ Սարգսյանը։ Եվ արդեն հիշատակածս ԲՀԿ-ի ստեղծումը ամենայն դեպս ադեկվատ արձագանք չէր առայն, որ իրենից հետո պետք է Սերժ Սարգսյանը գա իշխանության։ Ադեկվատ արձագանք չէր։ Ես կարծում եմ, որ իրենց հակասությունները իսկապես խոր են։ Եվ անձնական են, եւ կուսակցական են, եւ քաղաքական են, բայց այդ հակասությունները չեն կարող ինքնակառավարվել։ Եթե գա X պահը եւ X երահանգը հնչի, միավորվել գործող իշխանության դեմ 2026-ին Մոսկվայից հրահանգ։ Միանշանակ Մոսկվայից, ուրիշ որտեղից։ Բոլորը Կրեմլի վկաները կարող են հավաքվել եւ փորձել խորհրդարանում իշխանություն վերցնել։ Ռոբերտ Քոչարյանը իդեպ ծրագիրը չբացառեց իր ասուլիսում։ Նրա հույսը Գյումրի, նրա հույսը Երևանի չէ, արդեն Հայաստանի Հանրապետության մասշտաբով Գյումրի 2 ստանալն է։ Բայց Ռոբերտ Քոչարյանը թերևս պիտի տարբերակի այդ տեղական ինքնակառավարման մարմինների եւ համապետական ընտրությունների տարբերությունները։ Գուցե Վարդան Ղուկասյանի այսպես գնալ անի, չգիտեմ, այնտեղ էլ ինչը ղարսը ազատագրել է նրա վրա խոր տպավորություն է թողել։ Բայց գիտեք, համապետական ընտրություններ ունեն քաղաքական կոմպոնենտ։ Քաղաքական կոմպոնենտ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները չունեն, այնտեղ քաղաքական հարցեր չեն լուծվում։ Մինչդեռ 2026-ին համապետական ընտրություններում լուծվելու են բոլոր հարցերը՝ քաղաքական, տնտեսական, պաշտպանական,
զարգացման եւ այս անտեսել Ռոբերտ Քոչարյանը չի կարող։ Մենք կարող ենք այո, այսպես Գյումրիին նայել, ինչ ասեմ, սպասումով, նա ինչ կլինի։ Բայց արդյոք մենք կարող ենք այդ հայացքով նայել Հայաստանի Հանրապետության ընտրություններին, բացարձակապես, միանշանակ ոչ։ Ռոբերտ Քոչարյանին այդ ոչը, ես կարծում եմ ասված է, ասվել է, ասվելու է։ Այլ հարցը թե ինքը ինչու չի հասկանում։ Ինչու ինքը իրեն զուր հույսեր ներշնչում ու փորձում իր շուրջը հավաքել։ Շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ իմ հյուրը Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանն էր։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։